Ֆուտբոլի պատմության մեջ հազարավոր տրանսֆերներ են եղել, որոնցից մի քանիսը գնահատվել է որպես խելացի, իսկ որոշները ուղղակի հանճարեղ։ Այդպիսի պատմությունները ցույց են տալիս, որ համապատասխան պահին անհրաժեշտ քայլը կատարելու դեպքում կարող է շահել տասնապատիկ անգամ ավել։ Այդպիսի պատմություններից հավաքած վիդեո կունենանք հաջորդ շաբաթ։ Իսկ այսօր խոսելու ենք հավանական մի տրանսֆերից, որը ունի բոլոր նախադրյալները հանճարեղ կոչվելու։ Ռոդրին գնում է Բարսելոնա։ Միայն այս նախադասությունը խառնեց իրար ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ Իսկ մենք միայն այդ նախադասությամբ չենք սահմանափակվի։ Մենք կփորձենք խորանալ ու հասկանալ, թե ինչ կշահի կատալոնական ակումբը, եթե վերջնական գնի իսպանացուն։ Կփորձենք հասկանալ, արդյոք կան ռիսկեր այս տեղափոխության մեջ, եւ որ ամենակարևորն է, կծառայի արդյոք այս տեղափոխությունը իր բուն, ես կասեի հաստաբուն նպատակին։ Այդքանը մենք ձեզ համար պատրաստել ենք։ Ձեզնից մնում է ընդամենը բաժանորդագրվել ալիքին, սեղմել լայքն ու կիսվել կարծիքով կոմենտների բաժնում, որը ես այնքան աճույքով եմ կարդում, ոնց որ սիրային գրքերը։ 2026 թվականի ամառը Բարսելոնայի համար կարելի է արդեն իսկ հաջողված համարել։ Ակումբը գնեց Գորդոնին, Ադեմին, Ռեշվորդը գնաց։ Արա ուզում է Սպարտադիր լացածնես, չէ՞։ Թիմը պահպանեց կորիզը, երիտասարդները շարունակում են աճել ու զարգանալ։ Արդեն դպրոցն ավարտել են ու պատրաստվում են մտնել մեծական կյանք, բայց այնքան մեծ չեն դեռ, որ մեծ բաներ հաղթեն։ Ու հիմա հայտնվել է մի հնարավորություն, որը կարող է փոխել ամեն ինչ, ու դա Ռոդրին է, որը կգա, եթե գա, մեծ բաների համար։ Կարծես մի քանի օր առաջ նա ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի Ռեալ, բայց հերիք էր ընդամենը մեկ զանգ Ֆլիկի կողմից ու նա մտափոխվեց։ Ռոդրին այն ֆուտբոլիստն է, որին շատերը համարում են աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանն այս պահին։ Բայց դրա հետ մեկտեղ առաջանում է ամենակարևոր հարցը. արդյոք Բարսան իսկապես կգնի Ռոդրին, թե այս տեղափոխությունն այնքան գեղեցիկ է, որ դժվար իրականություն դառնա։ Եկեք հասկանանք։ Հասկանալու բան չկա։ Սաղ պլանավորել են Բարսայի ֆաները։ Այո, իրականում Բարսայի ամենամոլի ֆաներն արդեն առաջ են ընկել, բայց մենք կլինենք զգուշավոր, բայց կփորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե նա գա, որովհետև ավելի շատ գալու մասին են խոսում, քան չգալու։ Դրա համար պետք է ընդգծել նախ եւ առաջ, որ Ռոդրին դեռ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ է, բայց վերջին օրերին մի քանի վստահելի աղբյուրներ սկսեցին պնդել, որ Բարսելոնան արդեն իսկ դիտարկում է նրա հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Դեռևս ակումբների միջև համաձայնություն չկա նաև պաշտոնական առաջարկի հաստատում Մանչեսթեր Սիթիի կողմից, բայց ամենակարևորն է, որ սա արդեն վեր է սովորական բամբասանքների ժանրից։ Հնարավոր այս տեղափոխությունն արդեն քննարկվում է ակումբների ներսում, դրսում, բեսեդկեքում, շենքում։ Մադրիդի Ռեալի երկրպագուներն աշխարհի տարբեր ծայրերից արդեն նկարներ են գտնում կամ սարքում, որտեղ Ռոդրին մենապայքարը տանուլ է տալիս ու գրում. «Հեշտ չի ձեր Ռոդրին»։ Ինչու են դա անում, կարծում եմ հասկանալի է։ Ու եթե մի քանի շաբաթ առաջ բոլորը համոզված էին, որ Ռոդրիի հաջորդ կանգառը լինելու է Մադրիդի Ռեալը, կամ առնվազն նա չի հեռանալու Սիթիից, այժմ այդ սցենարները լուրջ կասկածի տակ են, թե ինչու կասի Գլոբը, քանի որ Ռոդրին ցանկանում է Բարսային։ Այո, իսկ Բարսան էլ ցանկանում է Ռոդրիին, նշանակում է նրանց հնարավոր մերձեցումը կլինի փոխադարձ համաձայնությամբ։ Բարսան իսկապես անում է ամեն ինչ, որ իրականություն դարձնի այս տրանսֆերը, բայց այստեղ ամենահետաքրքիր հարցը նույնիսկ Ռոդրին էլ չէ։ Ոչ, խոսքը փողի մասին չէ, կամ գոնե միայն փողի մասին չէ։ Եթե Բարսան իսկապես գնում է Ռոդրիի հետևից ու առնում նրան, ուրեմն ստացվում է, որ ինչ որ մեկը տեղը պետք է զիջի, բայց դե մինչև դա պետքա
մանիները բյուջեի մեջ տեղերը զիջեն։ Բարսան դեռ ապրում է ֆինանսական սահմանափակումների պայմաններում։ Ճիշտ է, վերջին տարիներին ահագին կայունացել են, բայց դեռ լիովին չէ։ Կիսակառույց ստադիոնը վկա։ Այսինքն մեծ տրանսֆերներ անելու համար ամենայն հավանականությամբ պետք կլինեն նաև վաճառքներ։ Ֆերան Տորեսի մասին նախորդ թողարկմանը խոսեցինք, մի քանի երիտասարդների ապագան նույնպես անորոշ է։ Օրինակ Կասադոն եւ էլի շատերը շատ են ցանկանում մնալ հարազատ թիմում, բայց դա նրանց շահերից չի բխում։ Նրանք պետքա տեղափոխվեն, որ ունենան խաղային պրակտիկա։ Բացի դա, եթե որոշ վաճառքներ չանի, ակումբը կրկին չի համապատասխանի աշխատավարձային լիմիտին եւ նորից չի կարողանա ֆուտբոլիստներ գրանցել։ Օլմոյի ականջը կանչի, ինչքան տանջվեց այդ տղեն։ Հիմա ենթադրենք Ռոդրին արդեն Կատալոնիայում է, վայելում է արևոտ եղանակը, ծովափին կոկտեյլը ձեռքին, ապշելով տարբեր տեսակի տեսարաններից։ Արդեն թոշակառու Ռոդրին ես նկարագրում։ Sorry, մի քիչ առաջ ընկա։ Վերադառնանք իրականություն։ Պատկերացնենք Ռոդրին արդեն Բարսայի ֆուտբոլիստ է, կազմ ու պատրաստ է լավ մարզավիճակով ու պետքա դաշտ դուրս գա Մադրիդի Ռեալի դեմ։ Տենց մի անգամից։ Գլոբ մեզ լայքեր են պետք, հասկացիր։ Հավանական այդ կլասիկոյում Ռոդրին ում հետ պետք է դաշտ դուրս գա դաշտի կենտրոնում։ Եթե վերցնենք, որ Պեդրիի տեղը Ֆլիկի թիմում չի քննարկվում, ապա պետք է գտնել երրորդին, որը այս դեպքում ընդհանրապես ավելորդ չի լինի։ Մեր կարծիքով լավագույն տարբերակը կլինի Պեդրի, Ռոդրի, Օլմո եռյակը։ Այս երեքը հավասարապես կարող են փոխվել իրենց դիրքերով եւ դերերով ու առնաշփոթ քաոս ստեղծել մրցակցի համար դաշտի կենտրոնում։ Գավին, Դե Յոնգը, Բերնալը, Կասադոն, այ հենց իրանցից էլ պետք է ընտրել, թե ով պետք է մնա, ով գնա։ Հետաքրքիր է ձեր կարծիքը, գրեք հասկանանք։ Հիմա նենց անուն եմ տալիս, որ քարկապ ընկնես։ Հապա Ֆերմին Լոպես։ Ինձ քեզ այդ մի շփոթիր։ Ես պատրաստ եմ ու ասեմ, որ Ֆերմինին այս թիմում հատուկ դեր է հատկացվելու։ Ինքը ապացուցել է, որ սուպեր ունիվերսալ է ու նույն հաջողությամբ կարա խաղա թե կենտրոնում, թե հարձակման եզրերում, թե գոլեր խփի, թե պաշտպանությանը մասնակցի։ Այնպես որ նրա դերը թիմում կարծում եմ չի քննարկվելու։ Բայց այ մնացածի հարցով շուտով նորություններ կլինեն ու ասեմ, Բարսան նրանց վաճառքներից վատ գումարներ չի աշխատի։ Օրինակ Մարկ Կասադոյի տրանսֆերից կարող են աշխատել մինչև 40 միլիոն եվրո, ասում են Սաուդյան Արաբիայից շատ լուրջ ու իրական հետաքրքրվածություն կա։ Ֆրենկի Դե Յոնգին ցանկանում են ներառել Ռոդրի համար առաջարկվող պայմանագրում, որպեսզի մի քիչ փող խնայեն։ Մնացին Գավին ու Բերնալը։ Ֆլիկը Բերնալին պահում է ու համարում Բարսայի ապագան։ Իսկ Գավի մասով կասեմ հետևյալ։ Այս տղեն նենց տպավորություն է, որ համաձայն է ամբողջ կարիերան լինի պահեստային, մենակ թե մնա Բարսայում։ Ոնց որ օրինակ Նաչոն Ռեալի համար։ Այսպիսով տեսականորեն Ռոդրիին տեղավորեցինք, նրա շուրջն էլ դասավորեցինք ֆուտբոլիստների, բայց ախր մեդալը երկու կողմ ունի։ Արդյոք կան ռիսկեր։ Եկեք մի պահ մոռանանք բոլոր ռիսկերը, դրանց մասին ավելի ուշ կխոսենք։ Պատկերացնենք, որ գործարքն արդեն կայացել է։ Ինչ է ստանում Բարսան։ Նախ աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկին։ Մի ֆուտբոլիստի, որը կարողանում է միաժամանակ պաշտպանվել, կառուցել խաղը եւ կառավարել տեմպը խաղի։ Բայց ամենակարևորը նույնիսկ դա էլ չի։ Սրա մասին խոսել ենք նախորդ թողարկմանը, բայց շատ թռուցիկ, հպանցիկ։ Եթե չեք տեսել, անպայման նայեք։ Ու նայեք այս անուններին. Պեդրի, Գավի, Կուբարսի, Բալդե, դարպասում Գարսիա, առջևում Յամալ, մյուսներին էլ չեմ ասում։ Սրանք Իսպանիայի հավաքականի հիմնական դեմքերն են։ Կարելի ասել Կորիզը, որը գրեթե ամբողջությամբ Բարսելոնան է։ Ստացվում է առաջին անգամ երկար տարիների դադարից հետո Բարսան կարող է կազմավորվել Իսպանիայի հավաքականի առանցքով։ Կարծում եմ հիշում եք պատմությունը, երբ Իսպանիայի հավաքականի եւ Բարսայի Կորիզը նույնն էր։ Այն ժամանակ Չավի, Ինիեստա, Բուսկետս, Պույոլ, Պիկե միաժամանակ գերիշխում էին թե Բարսելոնայում, թե Իսպանիայի հավաքականում։ Ու ասում են պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Մեկը մեկին կկրկնվի։ Իհարկե չէ։ 2010-ականների Իսպանիան ֆանտաստիկ էր, բայց շատ գոլեր էր բաց թողնում։ Իսկ հիմա ուղակի մեքենա է, որին կոտրել գրեթե անհնար է։ Իհարկե այնտեղ կա Պեդրո Պորո, կա Կուկուրելիա, որը տեղափոխվեց Մադրիդի Ռեալ։ Իդեպ Մադրիդի Ռեալը նույնպես վերակազմավորման
կառավարման եւ վերաձևավորման փուլումը ու նրանց մասին վիդեոն կլինի հաջորդ անգամ, այնպես որ հենց հիմա բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք։ Դեսեղ մի ապրես, վերադարձանք Բարսելոնային։ Բայց եթե Ռոդրիի մասով այդքան ամեն ինչ իդեալականին մոտ է, ապա ինչու են որոշ մարդիկ դեմ այս տրանսֆերին։ Ո՞վ է դեմ։ Լավ, դեմ չեն, բայց ռիսկեր են տեսնում։ Առաջինը տարիքն է, Ռոդրին 30-ը բոլորել է արդեն։ Սա նշանակում է, որ Բարսան ներդրում է անելու մի ֆուտբոլիստի համար, որն արդեն կարիերայի մայրամուտին ավելի մոտ է, քան Արշալույսի։ Երկրորդ ռիսկը վնասվածքներն են։ Վերջին տարիներին Ռոդրին արդեն ունեցել է լուրջ վնասվածքներ։ Հարցն այն չէ, թե արդյոք նա լավ ֆուտբոլիստ է, թե ոչ։ Հարցը նրանում է, արդյոք նա կկարողանա առաջիկա 3-4 տարվա ընթացքում պահել անհրաժեշտ խաղամակարդակը։ Օ, մենք վստահ ենք, ասում ենք այո։ Մի հատ զսպիկ ես, դու Ռեալի ֆան ես։ Հավայ։ Իրականում այո, Ռոդրիի համար 30 տարեկանում Իսպանիան կատարյալ իդեալական տեղ է։ Նա խաղի ինտենսիվությունը Անգլիայի համեմատ շատ ավելի ցածր է, ինչը հետևաբար ավելի քիչ ռիսկերի է բերում, որ վնասվածք կստանա։ Իսպանիայում Բարսան բոլորի դեմ խաղում է գնդակով ու բնական է, ինչքան շատ ես գնդակով լինում, այնքան վազելու կարիք ավելի քիչ է լինում։ Եվ վերջապես Բարսայի համար ամենացավոտ հարցը։ Ասենք մի 50 միլիոն տվեց պլյուս Դե Յոնգին ու Ռոդրին եկավ։ Արդյոք գանձարանի տակը մի բան կմնա այլ տրանսֆերների համար։ Թե պետք է հրաժարվի դրանցից։ Օրինակ Խուլիան Ալվարեսից։ Արգենտինացին արդեն վերադարձել է մարզումներին Ատլետիկոյի կազմում ու ոնց երևում է այս անգամ էլ նա Ատլետիկոյից ոչ միտեղ չի գնա։ Ստացվեց փախցնել տղային։ Բա լավ, Բարսայի գոլերն ով է խփելու։ Հայ լավ հարց է տալիս։ Դա կփորձենք հասկանալ ամենավերջում։ Մնացեք մեզ հետ։ Հիմա մեկ ուրիշ հարց կա կախված օդում։ Արդյոք Ռոդրիին ընտրելը կարող է նշանակել մեկ այլ երազանքի ավարտ Բարսայի համար։ Արդյոք նա իր հետևից փակում է բոլոր դռները ուրիշների համար։ Ես այդպես չեմ կարծում։ Ռոդրին պարզապես եւս մեկ խաղացող չէ։ Նա այն խաղացողներից է, որ իր ներկայությամբ պահում է հավասարակշռություն ամբողջ թիմի համար։ Ու ամենակարևորը, նա կարող է վերջնականապես փակել, ավարտել Բարսայի վերակառուցման փուլը։ Նրա ներկայությամբ արդեն ոչ ոք չի ասի, որ Բարսան մի խումբ երիտասարդներից հավաքված մի նագլի թիմ է։ Այլ նրա ներկայությամբ կտեսնեն արդեն իսկ բալանսավորված թիմ, որը կարող է պայքարել ամենամեծ տիտղոսների համար։ Ու դա հնարավորություն կտա նրանց լինել ոչ միայն Լա Լիգայի գլխավոր ֆավորիտներից, այլ նաև Չեմպիոնների լիգայի, որովհետև Ռոդրիի ներկայության դեպքում Բարսան կունենա մի բան, որը չէր բավարարում նրանց վերջին տարիներին՝ հասունություն։ Հենց հասունությունը պետք է ամբողջացնի կատալոնական թիմին, որպեսզի կարողանան եվրոպական ականջավոր գավաթը 12 տարի անց կրկին նվաճել։ Դրա մասին Լապորտան ամեն գիշեր երազա տեսնում ու երազախափ լինում։ Եթե հիշենք նախորդ երկու մրցաշրջանները, ապա դա ակնհայտ կլինի, հատկապես Ինտերի դեմ խաղում, երբ ընդամենը մի կաթիլ հասունություն չբավարարեց։ Լավ, եթե Ռոդրիի մասով դեռ որոշակի հարցեր կան, բայց դրականը ավելի շատ է, ապա թիմի համար հարցակվողի փնտրտուքները շարունակվում են ու դրա մասին դեռ շատ մշուշոտ են նորությունները։ Լևանդովսկին գրին քարտ շահեց ու գնաց։ Աշխարհի խաղերի հերոսը ոնց որ թե արդեն կես ոտով Paris Saint-Germain-ում է ու իր նախկին կամ ներկա աներոջ մոտ կխաղա։ Ինչքան հիշում եմ, Ֆերան Տորեսը Լուիս Էնրիկեի աղջկա հետ էր, անին տիրային, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղեք ինձ։ Բա այդ դեպքում ով է գոլ խփելու Բարսելոնայում։ Օյարսաբալը, հրա ասեցինք հավաքականն են հավաքում, բայց ոչ այդ կարգի։ Նայած շշուկներ կան ու դրանք շատ վաղուց են պտտվում, որ Բարսելոնան դիտարկում է որպես ալտերնատիվ Դուշան Վլահովիչին, որը Յուվենտուսի դժգույն վիճակում դուրս էր մնում բոլորի ռադարներից։ Բայց Դուշանը կլասիկ 9 համար է եւ ինչ գիտես, Ֆլիկի երաշագործ ձեռքով գուցե փթթի ու նոր որակներով
հանդես գա։ Գուցե դառնա Լևանդովսկի 2, էլ մի չափազանցրու։ Մի քիչ պերեբորեր։ Բայց եթե նույնիսկ այդ տրանսֆերն էլ չիրականացնի Բարսելոնան, ապա բոլորը ուրախ կլինեն, այսինքն բոլորը գոլ կխփեն։ Մի 2 տարի առաջ հիշում եմ Լևանդովսկու բացակայության պայմաններում Պետրին էր դարձել ռմբարկու։ Ֆերմին Լոպեսն է շատ սիրում գոլեր խփել, դե Ռաֆինյայի ու Յամալի մասին էլ լռում են։ Բա Գորդոնն ու Ադեմի։ Այ իրանք դեռ սկզբում չեն առանձնանա արդյունավետությամբ, որովհետև ժամանակ է պետք հարմարվել, ադապտանալ կատալոնականը կիզի չարևին։ Ես արդեն պատկերացնում թե ինչ թեժ կլասիկո է մեզ սպասվում։ Հա, կարևորը անկանխատեսելի։ Ինչ վերաբերվում է Ռոդրիին, փակենք այս թեման եւ ասենք, որ սպորտ կոմեդին իր ողջ անձնակազմով այն համարում է գերազան։ Ֆուտբոլիստի եւ Բարսայի միջև անձնական պայմանավորվածությունը արդեն հստակեցված է այնտեղ, աշխատավարձա, վարձով տունը եւ այլն եւ այլն։ Մնում է Սիթիի հետ պարզեն մանրամասներ, ասում են բանակցությունները մտել են վերջնական փուլ ու շուտով պարզ կդառնան ու կիմանանք տղայա թե աղջիկ։ Ու մինչ Լապորտան ու Ֆլիկը հիվանդանոցի հայաթում ներվային ծխում ու սպասում են, ես առաջարկում եմ ձեզ բաժանորդագրվել ալիքին, եթե դեռ չեք արել ու կիսվել ձեր սրտի խոսքով կոմենտների բաժնում։ Ինչ, արա բարձր ասա։ Գլոբը խնդրում է, որ լայքը դնեք, դա շատ կարևոր է։ Լավ եղեք, կհանդիպենք։